Թուրքիայի հարավ-արևելքում թուրք-քրդական բախումները սրվել են։ Շրջանակում քուրդ զինյալները նռնականետով պայթեցրել են ոստիկանական զրահամեքենա, մեկ ոստիկան սպանվել է, երկուսը վիրավոր են։ Բիթլիսում էլ քրդերը սպանել են թուրքական բանակի սերժանտի։ Քուրդ խաղաղ բնակչության շրջանում զոհերը ավելի շատ են։ Սիլոպի քրդաբնակ քաղաքում պարետային ժամի ու փողոց դուրս գալու արգելքի պատճառով մարդիկ օրերով չեն կարողանում թաղել զոհերին։ Բնակչությունը տներում սառը ջրի ու նեյլոնի օգնությամբ 10-ից ավելի դի է պահում։ Ռուսաստանը ի վերջո կիրառում է նաև քրդական խաղաքարտը։ Թուրքիայի քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը մեկնել է Մոսկվա։ Նրան ընդունել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Տեսախցիկների առաջ կողմերը խոսել են ռուսական օդանավի խոցման ու ռուս-թուրքական լարվածության մասին։ Մոսկվայում Դեմիրթաշը քննադատել է ռուսական ռազմական օդանավի խոցումը։ Դուք Մոսկվայում եք մի ժամանակաշրջանում, որը ռուս-թուրքական հարաբերությունների պատմության մեջ լավագույնը չէ։ Մեր բացասական վերաբերմունքը ամենևին չի տարածվում Թուրքիայի ժողովրդի վրա։ Որպես ընդդիմադիր կուսակցություն բազմիցս հայտարարել ենք, որ դեմ ենք լարվածության հիման վրա արտաքին քաղաքականություն կառուցելու մեր կառավարության ուղուն։ Ռուսական օդանավը խոցելու մեր կառավարության քայլը մենք սխալ քայլ ենք համարում եւ արդեն հայտնել ենք մեր ցավակցությունը։ Լավրովը Ռուսաստանի անունից պատրաստակամություն է հայտնել ավելի գործուն աջակցել Սիրիայում իսլամական պետության դեմ կռվող ուժերին, նաև քրդերին, որոնց դեմ Թուրքիան ակտիվ պայքարում է։ Թուրքիայի իշխանության համար ցավոտ քրդական հարցը ավելի մանրամասն քննարկվել է առանց տեսախցիկների։ Պատահական չէ, որ Թուրքիայի քրդերի քաղաքական առաջնորդի պատմական այցը Մոսկվա տեղի է ունենում ռուս-թուրքական սառը հակամարտության պայմաններում։ Կրեմլը հետևեց Ռուսաստանի ներսում հնչող կոչերին ու թուրք-քրդական փաստացի պատերազմի պայմաններում խփում է Էրդողանի իշխանության ամենաթույլ տեղին քրդական հարցին։ Greetings citizens of the world. We are anonymous. Թուրքիային իր համար թիրախ է ընտրել նաև աշխարհում ամենահայտնի հաքերային թիմը Անոնիմուսը։ Թուրքիային պատերազմ հայտարարած հաքերները տեսագրության մեջ Թուրքիային մեղադրում են իսլամական պետության հետ համագործակցելու եւ նրանից նավթ գնելու մեջ։ Turkey is supporting Daesh by buying oil from them. Թուրքիան վառելիք գնելով ու զինյալներ մատակարարելով աջակցում է իսլամական պետությանը։ Եթե Էրդողանը շարունակի օգնել ահաբեկիչներին, Թուրքիայի օդանավակայանները, զինվորական կառույցներն ու պետական հիմնարկները կհայտնվեն մեր թիրախում, կոչնչացնենք ձեր բանկային համակարգը, վերջ տվեք այդ խելայողությանը, ձեր ճակատագիրը ձեր ձեռքում է։ Դեռ անցած շաբաթ թուրքական լրատվամիջոցները գրում էին, որ համացանցում թուրքական կայքերը նշող TR դոմենն անընդհատ հաքերային հարձակման է ենթարկվում։ Միայն հիմա է պարզ դարձել, որ արդեն մեկ շաբաթ ձգվող հաքերային հարձակման հետևում կանգնած է Անոնիմուսը։ Վարդան Գալստյան, ժամը լրատվական։